Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 11-ի համար։ Օրը ուրբաթ է, աշխատանքային օր է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 11-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև էմոցիոնալ կլինեք, որովհետև հաջողություն է ձեզ սպասվում ինչ-որ միտեղից, կողո չեք սպասում այդ հաջողությանը, կամ էմոցիոնալ սպասում եք, այդպես լարված, կարելի այդպես ասել, և տան հետ կապված իրադարձություններ կան, կամ առիթ է, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք, կամ որևիցե իրադարձություն է, հենց կոնկրետ տանն է վերաբերվում, վերանորոգում եք սկսում, տուն եք նայում եւ այլն։ Եվ երեկոյան մտածմունքների մեջ կլինեք, կամ ինչ-որ մեկի մասին եք մտածելու, կամ ինչ-որ բանի մասին եք մտածելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 11-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը, որը չէ հնարավորություն ունեք, որը որ պետք է ձեր ձեռքից փորձեք բաց չթողնել։ Նաև հաջողություն ունեք այդ օրը, եւ ոմանք կարող է ոնց որ այդ հնարավորությունն է հանգստանալու, դա կարող է լինել, ոմանք նաև կարող են հանգստանալ, ոմանք պետք է ուղղակի հետևեն իրենց առողջությանը։ Հանդիպում շփում որևէ կնոջ հետ, որ ձեզ համար շատ հաճելի կլինի, դուք էլ իր համար շատ հաճելի կլինեք, եւ ինչ որ խոչընդոտներ կան, կամ առավոտյան այդ խոչընդոտները լինում, կամ երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 11-ին։
Հարգելի եկորյակներ, այդ օրը առավոտյան ելք եք փնտրելու, սա կամ վատ լուր է, կամ ինչ-որ հարցում ելք փնտրել, առավոտյան հենց շուտ, ոնց որ արթնանում եք ու սկսում եք այդ փնտրտուքները, նաև կարող մտքերով եք փնտրում, ոչ թե ինչ-որ միտեղ։ Նաև որևիցե երկիեսանի մարդիկ կան, այդ օրը նաև կարող են ձեզ խոստանալ առաջ խաղացում եւ այլն, ապա մի քիչ ուշադիր եղեք եւ այդպես արագ մի ընդունեք, արագ մի հավատացեք այդ ամենին։ Ոմանց մոտ նաև կարող է ինչ-որ մի բան է զարգանում, առաջ է գնում եւ դրա համար են հավաքվում երկիեսանի մարդիկ ձեր շրջապատում, ոմանց մոտ էլ հենց ուղղակի հակառակը կարող է ինչ-որ բաներ առաջարկեն, հա, իբրև թե ձեզ մոտ ամեն ինչ կգնա առաջ, հա, ինձ լսի կամ այսպես արա եւ այլն։ Որը որ երկիեսանի մարդիկ են, իրանք ձեր լավ այդքան չեն ուզում։ Եվ երեկոյան ինչ-որ մեկին կարող եք սպասել կամ ինչ-որ բանի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 11-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանկարծակի լուր կարող եք լսել, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք աշխատանքը, բիզնեսը առաջ գնա, առաջ խաղացում ունենաք, նաև հարցազրույցի կարող եք մասնակցել, կամ բիզնեսը այստեղ առաջ եք տանում, հա, ինչ-որ մի բան, գործերը կարող մնացել էր, առաջ եք տանում։ Նաև ինչ-որ մի բան է օրվա ընթացքում ձեզ տխրեցնում կամ մարդը այդ քարտը ընդհանրապես ոնց որ մարդը ստրեսի մեջ է լինում, այդպես, հա, հոգեբանական ինչ-որ պահ է։ Եվ մտքերի մեջ կարող եք լինել։ Այդ ստրեսի մեջ, այդպես, միայնակության զգացում կարող է լինել։ Եվ ինչ-որ մեկին եք սպասում կամ այստեղ փուչ է, խաբում են, չեն գալու, կամ որևիցե ինչ-որ փուչկի նման ինչ-որ բան է պայթելու, հնարավոր է սպասում եք, մեկ էլ գալիս են ամուսնության առաջարկ են անում, սիրո խոստովանություն են անում, կամ ամուսինն է գալիս, չգիտեք, որ ինքն էլ էր գալու, մեկ էլ հոպ, այդպես ինչ-որ մի բան է, ոնց որ տեսնում եք ինքն էլ կա։ Նաև ինչ-որ մի բան կարող է լինել ամուսնու հետ կապված, կնոջ հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված, որին չէիք սպասում, բայց նաև հնարավոր է, որ ում սպասում եք դա փուչ է եւ չի գա, չի լինի այդպես։ Եվ ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի։ Ինձ թվում է ինչ-որ անակնկալ պահ է այստեղ լինելու, ովքեր որ ամուսնացած են, ովքեր չէ, կարող ընտանիքի անդամների հետ է կապված կամ ինչ-որ մեկն է։ Հնարավոր է գործարք պետք է կնքեք։ Գործարք կնքելու համար եւս մի փոքր ուշադիր եղեք։ Այդ օրը այդպես մի գլխիկոր հավատացեք այն ինչին սպասում եք, կամ ում որ սպասում եք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծների։
Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 11-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք կամ դուք կարող զանգահարել ինչ-որ մեկին, այստեղ ոչ է հնարավորություն կլինի բժշկի մոտ այցելելու կամ բժշկին ինչ-որ մի բան ասելու, իդեպ ասեմ, որ Լուսինը սառույցում է եւ ես ինքս էլ գնալու եմ բժշկի մոտ այդ օրը եւ մտածում եմ, այդ ինչ պետք է հնարավորություն լինի, ինչ պետք է, անել, որ չկարողեմ կորցնել այդ հնարավորությունը։ Եվ հետո կարող եք սկսել մտածել, որ չօգտվեցիք այդ հնարավորությունից, եւ պետք է դեղ ասենք գրի։ Դե իբրև թե անվճար են էլի տալիս դեղերը։ Երբ որ բժիշկն է գրում, բայց ոչ միշտ է գրում, որովհետեւ նայում եք քո հաշվարկներին, ինչքան գումար ունես, ըստ դրա էլ գրում է կամ չի գրում։ Միգուցե ինչ-որ մի հնարավորություն է ինչ-որ մեկի համար կամ բուժվելու, կամ գնալու բժշկի, կամ հենց այդ բժշկի մոտ մտնելու համար, կամ գնում եք հիվանդատես, այդ հնարավորություն ձեզ կընձեռվի, պետք է օգտվեք միանգամից այդ հնարավորությունից, որ կարող եք անցնել, բարձրանալ վերև, նման ինչ-որ բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 11-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ բաների մասին կմտածեք, ինչ-որ մեկի մասին կմտածեք, միգուցե նաև հարցերի պատասխանները չեք գտնում եւ վիճում եք ինչ-որ մարդկանց հետ։ Համենայն դեպս կվիճեք, կարող մտածել եւ չհասկանալ ինչ է կատարվում եւ սկսեք վիճել։ Նաև հնարավորություն կունենաք այդ օրը հանդիպելու կամ շփվելու ոչ տղամարդու հետ, նաև կարող է լինել պետական աշխատող, հնարավոր է նաև այստեղ ինտիմ հարաբերություններ տվյալ մարդու հետ։ Դե պետք է այդ հնարավորությունը ձեր ձեռքից բաց չթողնեք այդ մարդուն հանդիպելու, տեսնելու, խոսելու համար։
Եվ կարող եք նաև արտասվել, այստեղ հուզվել, որովհետև ինչ-որ գործ եք կարող են գնալ առաջ, զարգանալ, որ չէ հաջողություն է ձեզ սպասվում, որից որ կարող եք իրոք հուզվել այդ պահին, այն ինչ-որ դες հետ կկատարվի։ Եվ երկար սպասված ոչ է նամակ կարող եք ստանալ, փաստաթուղթ, տեղեկատվություն, փաթեթ նաև, որը կարող է դա է պատճառը ուրախության նաև։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 11-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև հնարավոր է դա վատ լուր է ինչ-որ մեկից, բայց այստեղ ավելի շատ երևի ելք եք փնտրում։ Նաև կարիերայի բարձրացում, աշխատանք, պաշտոն, նաև բիզնեսը կարող է առաջ գնալ, ինչ-որ բաներ են, որոնք որ բարձրանում են, կամ շատ պատվեր, եթե պատվերով եք աշխատում իհարկե։ Այդ օրը ճանապարհ եք գնալու, այդ ճանապարհը ձեզ համար հիանալի է, նաև այդ ճանապարհի հետ կապված ինչ-որ մի բան կզարգանա, առաջ կգնա, կամ դուք եք գնում այդ ճանապարհը, որ անեք, կամ ինչ-որ բան է գալիս, որից հետո ինչ-որ բաներ ձեզ մոտ առաջ խաղացում է նկատվում։ Եվ օձեր կան արդեն, միանգամից օձեր են հավաքվում, սկսում է նախանձությունը, չարությունը եւ այլն։ Ոմանք այդ օրը կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք հարցազրույցի մասնակցեն, ոմանք նաև բիզնեսը առաջ տանեն, գործերը առաջ տանեն, բիզնես բացեք, նաև ինչու ոչ։ Կտրուկ ոչ է քայլ կարող եք անել աշխատանքի հետ կապված, չգիտեմ, միգուցե մարդիկ կան, ովքեր որ որոշեն աշխատանքից ազատվել, կամ ընդունվել աշխատանքի, հենց այդ աշխատանքին, ոմանք նաև այստեղ անմտածված քայլ կարող է նաև լինել։ Ուշադիր լինեք, եղեք, երկար մտածեք նոր։ Եվ հաջողություն ունեք եւս երեկոյան նույնպես, որոշ դռներ են բացվում ձեր առջև, որի պատճառով այստեղ տատանվում եք, միգուցե որոշում եք ինչ-որ դուռ փակել, դրա համար եք տատանվում, ամենայն դեպս դռները բաց են, դες մնում է միայն մտնել, բայց դուք տատանվում եք, կարծես թե։ Հնարավոր է կարիերայի հետ է կապված, կարող է վստահ չեք, որ ուզում եք արդյոք այդտեղ աշխատել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 11-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ-որ հարցերում կարող եք տատանվել, երկերեսանի մարդիկ կարող են ձեզ այսպես տատանել, ծանրութեթև անել, հնարավոր է դա նաև ձեր կարիերայի հետ է կապված, պատվերների հետ է կապված, աշխատանքի հետ է կապված, որ ձեզ կարող են հեղափոխել, իրենց այնքան խոսեն, որ սկսեք տատանվել, արդյոք ուզում եք այդ աշխատանքը, արդյոք ուզում եք այդ պաշտոնը, արդյոք լավ է, որ առաջ եք գնում, թե ոչ, այդպես կամ տատանվում եք, իրենց եք հարցերը տալիս, ոնց որ խորհուրդ եք հարցնում, են էլ չմտածելով, որ երկերեսանի մարդ է, պետք չի իրեն այդքան մեծարել։ Եվ հանդիպում շփում որևիցե տղայի հետ, կամ այդ տղայի հետ կապված ելք եք փնտրելու, կամ հաշտվելու, կամ խոսելու, շփվելու հետ կապված։ Նաև միասին կարող այդ տղան ձեզ հետ միասին ոնց որ ելք է փնտրելու ինչ-որ մի հարցում։ Հնարավոր է նաև այդ տղայի մասին եք ինչ-որ վատ լուր լսում կամ այդ տղան է ինչ-որ մի բան ձեզ ասում, այդքան էլ ոչ լավ։ Եվ նաև օցեր կան եւս այդ օրը բոլորով հավաքվել են օցերով, երկերեսայիններով հավաքվել են ձեր շուրջը։ Նաև օցեր կան, կարող է այդ հայացքները նկատեք, վերաբերմունքը նկատեք դեպի ձեզ, կարող է օցերի պատճառով նաև ինչ-որ մի բան փայք է կամ երկերեսայինների պատճառով ինչ-որ մի բան փայք է։ Այստեղ հնարավոր է տան հետ է կապված, հնարավոր է խառնել են ընտանիքին, խառնել են որպեսզի իրար հետ վիճեք, չխոսեք։ Նաև կարող է տան հետ է անմիջապես կապված դա։ Այսքանը ձեզ համար։ Մի խոսքով այդ օրը խառնակիչների օրն է, այնպես որ պետք է ձիգ լինեք, որպեսզի չխառնեն ձեր տունը, ընտանիքը, ամեն ինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 11-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում կամ շփում որևէ տղայի հետ, կամ այդ տղան կարող է ձեզ հանկարծակի լուր ասել, կամ այդ տղայի մասին կարող եք հանկարծակի լուր լսել։ Օրվա ընթացքում կամ կպարկեք, կհանգստանաք, կամ գուցե ինչ-որ մեկի հիվանդության մասին եք լսում, որ հիվանդ է, պարկած է կամ լավ չի զգում իրեն։ Նաև ուղղակի սա կարող է լինել ինտիմ հարաբերություններ ոմանց համար։ Եվ երեկոյան ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բանի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 11-ին։
Հարգելի աջակցություններ, այդ օր ինչ որ մի բան է փակ առավոտյան շուտ, բայց ձեզ այնց է կախված։ Չէ, առաջ մղելու հետ է կապված, ձեզ այնց է կախված, դուք եք առաջ մղելու։ Եթե չեք մղում, ուրեմն բնականաբար տեսակ, որ ինչ որ մի բանը չի ստացվում, հա դե լավ, դե ուրեմն չեմ անի, այդպես, դա արդեն իրոք ձեզ այնց է կախված։ Ոչ հնարավորություն կունենաք այդ օրը ինչ որ մի բան անելու համար։ Դա համար օգտվեք այդ հնարավորությունից եւս։ Եվ նամակ կարող եք ստանալ տեղեկատվություն, ինչ որ մեկի հետ նամակագրական կապ, փաստաթուղթ նաև կարող եք ստանալ այդ օրը։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 11-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել, տատանվեք, կամ վիճելուց հետո սկսեք տատանվել, թե ինչու չկարողացաք զսպել ձեզ, կամ մինչև այդ կարող եք տատանվել եւ այդ հարցի պատասխանություն ունենալ, վիճել ինչ-որ մեկի հետ։ Այդ օրը նաև դռները բաց կլինեն ձեր առջև, հնարավոր է ոմանք նաև դռները փակեն իրենց հետևից, ոմանք էլ նոր դուռ է, սա նոր հնարավորություն է, որ կարող բացվել ձեզ համար։ Եվ այստեղ նաև ոչ է ինչ-որ մի բան կարող է իմանաք, որը որ կարող է այդպես պայթել փուչիկի նման, նաև դա կարող է լինել խաբեություն, ինչ-որ բաներ, որը որ իրոք փուչիկ է, ճիշտ չէ, ուշադիր եղեք, դա զգուշացում է, որ ինչ-որ բաներ ստորագրելուց առաջ լավ նայեք, լավ կարդաք ամբողջն օր հետո։ Եվ ոչ է հնարավորություն կունենաք այդ օրը, փորձեք ձեր ձեռքից բաց չթողնել եւ շատ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք երեկոյան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 11-ին։
հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ հույսներ դել եք ինչ-որ մի բանի վրա, ինչ-որ մեկի վրա, և հետո ուրախ եք, տրամադրությունը բարձրանում է, հնարավոր ինչ-որ մի բան է ուշանում, կարող է դա ձեզ դուր է գալիս, որ ուշանում է, կամ այն ինչ որ ուշանում էր, կարող է գալիս, օրինակ ինչին որ սպասում եք 2 ամիս մոտավորապես, դա կարող է գալիս է, արդեն, այդպես, դա համար ուրախ եք, օրվա ընթացքում ինչ-որ մի բան է փակ ձեզ մոտ, ինչ-որ մի բան կարծես թե չի ստացվում, որոշ բաներ ձեզանից է կախված, որոշ բաներ եղել են սեղանի շուրջ նստած ժամանակ, որ ինչ-որ մի բան պետք է անեիք, կարող չեք արել, դա համար հիմա փակ է, հիմա չի ստացվում այդ ամենը, այսքանը ձեզ համար, ուրիշ ոչինչ չունեք, ինչ-որ բաներ են, անիմաստ որ նայում եք, այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում